Սկսենք նրանից, որ կրթության նախարարը արդեն բավական երկար ժամանակ է խոսում օպտիմալացումից, եւ իմ կարծիքով փորձագետները բավական ճիշտ են նկատում, որ դրա տակ որոշակի բաներ կան քողարկված։ Օրինակ, ասենք ամենաառաջին կարևոր երևույթը, սա իմ խորին համոզմամբ գլխավոր սպառնալիքը ազգային անվտանգության տեսանկյունից է գալիս, որովհետեւ դատարկել համայնքները, իսկ եթե մենք տեսնում ենք այդ 230-ից ավել դպրոցները որտեղ են ընկնում, հիմնականում դա Գեղարսյունիքի մարզի, Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի մեր սահմանամերձ համայնքներն են։ Ես դեռ որոշակի քողարկված նաև միտում եմ նկատում, միգուցե կան որոշակի պայմանություններ, շատ ավելի ուշ ադրբեջանցին բերել, վերաբնակեցնել Հայաստանում եւ իրանց համար միգուցե գյուղեր դատարկելու խնդիր ունեն։ Որտեղ անկեղծ ասած, որևիցե տրամաբանություն չեմ տեսնում այս որոշման մեջ։ Նախ չեմ կարծում օպտիմալացում այնպիսի մի բանի ա բերելու, որ կառավարման տեսանկյունից ինքը հոգուտ է տալու, որովհետև տեսեք, այդ մի քանի գյուղի դպրոց մի տեղ տանել, դա նաև որոշակի ծախսեր է ենթադրելու կամ պետության համար, կամ ծնողների համար, կամ երեխաների համար։ Այսինքն դա ռեալ օպտիմալացում ֆինանսական տեսանկյունից բյուջեի տեսանկյունից չի բերելու եւ ամենակարևորը ազգային անվտանգության խնդիրը։ Պատմությունից մենք պիտի սովորած լինենք, ենթադրում եմ, որ դպրոց որտեղ համայնքա ձևում, այնտեղ առաջինը դպրոցն է լինում, դպրոց եկեղեցի, որտեղ մարդու մնալու համայնքի գոյատևման հիմնական գրավականը դպրոցն է։ Թող բյուջեի վրա շատ նստեր, թող այդ դպրոցների գոյությունը ծանր նստեր մեր հարկ վճարումներից համար, բայց այդ դպրոցները պետք է մնան, որտեղ այդ յուղերի լինելով է որոշվելու մեր սահմանների անվտանգությունը։ Այսինքն իմ խորին համոզմամբ փորձագետները պատահական չէ, որ այս հարցը անդադ բարձրաձայնում են, ես շատ կարևորագույն խնդիր է, որ մենք այո միանշանակ պիտի այս տեսանկյունից դիտարկենք ազգային անվտանգության տեսանկյունից։ Մյուս կարևորագույն խնդիրը ինչ է նշանակում դպրոցների մեկնաբանությունը, որ հիմա մենք նկատում ենք, չի կարա համայնք վարչապետը ասում է ինչ տարբերություն։ Երևան քաղաքում ես իմ մանկապարտեզի երեխային 6 կիլոմետր հեռավորությամբ տա, բայց դա Երևան քաղաքն է։ Էական տարբերություն կա, գյուղի դպրոցը, գյուղը պետքա դպրոց ունենա, համայնքը պետքա դպրոց ունենա, դրանով է պահվելու։ Գումարենք դրանց, նաև որոշակի բացի կրթական անվտանգային խնդրից նաև աշխատատեղ է ապահովում։ Մենք այսօր մեր համար գաղտնիք չի, որ շատ ու շատ դպրոցներում մենք խնդիր ունենք մասնագետների։ Խնդիր ունենք մասնագետների ու դա նաև որոշակի կարևոր հանգամանք է նաև կանում, որ այդ շրջանավարտների դպրոցների հետագայում գալով քաղաք, սովորելով մանկավարժություն մասնակցությունը գոնե հետ են գնում, նաև որոշակի թվով շրջանավարտներ հետ են գնում իրենց գյուղ, ու նաև դպրոցի չլինելը միանշանակ գրելու է գյուղի դատարկմանը։ Իմ մոտ այլ կարծիք չկա։ Այնպես որ իզուր չեմ, որ փորձագետները քննադատում են այս երևույթը, մի քանի շերտանի հարցեր ունենք, որոնք իմաստը չեմ տեսնում, որովհետեւ տրամաբանություն չկա այս